Շաբաթը ուրբաթից շուտ եկա, հարգելի գործընկերներ, եւ մենք հիմա հասանելիություն ունենք ոչ միայն Նիդերլանդների վարդի շուկային, այլև մենք փաստացի ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ Հայաստանի Հանրապետությունից գյուղմթերքը Եվրոպական միություն կարտահանվի առանց մաքսատուրքի։ Եվ առաջիկայում սա կդառնա իրողություն, սա նշանակում է, որ մեր գյուղատնտեսության եկամտաբերությունը կաչի։ Իհարկե որակի որոշակի նաև փաթեթավորման եւ այլն նորություններ եւ նորամուծություններ կլինեն, բայց դա նաև կանխատեսված է մեզ համար, որովհետեւ մենք նաև պլանավորել ենք գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում, որտեղ նաև ապրանքների տեսակավորման մասին կարող է խոսք գնալ եւ այդպես շարունակ։ Սաղմոս համար 61 Աստված միակույսը այսուհետև Իդիթոմի մասին Սաղմոս Դավթի Միայն Աստուն հնազանդ եղիր հոգի իմ, քանզի նրանից է փրկությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ էլ չսասանվեմ։ Մինչև երբ ամենքդ պիտի հարձակվեք մարդու վրա, կործանելու նրան թեքված պարսպի եւ խախտված ցանկապատի պես։ Նրանք ինձ պատվից զրկելու մասին էին մտածում միայն տոչորվելով նախանձից։ Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում։ Սակայն իմ հոգին հնազանդ կմնա Աստծուն, քանզի նրանից է համբերությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ չսասանվեմ։ Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, եւ Աստծու վրա է հույսն իմ։ Ձեր հույսը դրեք նրա վրա, ժողովուրդների ողջ բազմություններ։ Բացեք նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից։ Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են եւ իրենք ամենքն էլ ունայնության մեջ են։ Հույս մի դրեք անիրավության վրա, հափշտակություն մի ցանկանաք, եթե հարստությունը արվի պես իսկ խոսի, թող ձեր սրտերը չցանկանան։ Մի անգամ խոսեց Աստված եւ երկու անգամ լսեցինք այս բանը։ Աստծունն է զորությունը եւ քոնն է Տեր ողորմությունը։ Դու ես հատուցում յուրաքանչյուրին ըստ իր մեղքերի։ Շնորհակալ եմ զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին եւ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է եւ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Հարգելի գործընկերներ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ գործընկերներին, նախընտրական շտաբին, մեր բոլոր նախընտրական շտաբներին, մեր բոլոր վստահված անձանց, աջակիցներին, համակիրներին, ովքեր այս ընթացքում հավատացել են եւ աջակցել են մեզ, նույնիսկ նրանց, ովքեր ոչ թե նույնիսկ նրանց ավելի
շատ նրանց, ովքեր թերահավատ են եղել եւ աջակցել են մեզ, սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը եւ իհարկե մենք ունենալու ենք տևական եւ ինստիտուցիոնալ խաղաղություն։ Խնդրեմ ձեր հարցերը։ Առաջին հարցը Պարոն Փաշինյան, դեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տվյալ չի հրապարակել եւ որ տեղամասերի արդյունքներն ամփոփված չեն։ Դուք ինչպես եք վստահպնդում, որ հաղթել եք ընտրություններում եւ արդյոք ԿՀ-ի հայտարարելիքը, երբ որ դուք հայտարարում, սա խնդրահարույց չէ, որովհետեւ անկախ սահմանադրական մարմինը պետք է այդ մասին հայտարարի։ Գիտեք, մենք բոլոր ընտրական տեղամասերում ունենք վստահված անձինք եւ ունենք արձանագրությունները եւ մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում, բայց նաեւ կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է եւ հեռուստատեսություններն են հրապարակում եւ ակնհայտ է։ Շնորհակալություն հաջորդ հարցը մեր վրա գործընկերներից։ From our Georgian. Well, you always said that Georgia is very important for Armenia on its way to the European Union. We have seen the frozen relations between Georgia and European Union, as well as we have suspended strategic partnership between Georgia and the United States. So, how can this affect the way of both countries to the European Union? You know, as I said, we are interested in a reconciliation between European Union and Georgia, and between United States and Georgia, and that is our position. But beside that, and without dependence from that, of course, our cooperation and relations with Georgia will be developed continuously, and it is our brotherly country, and we have strategic partnership, and without any doubt, we will continue develop our relations. Mr. Prime Minister, Հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Excuse me. Հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Քանի որ այս քարոզարշավի ընթացքում շատ ավելի ամենօրյա առարժանացություն ունեցան քաղաքացիների հետ, առաջիկա 5 տարիների այն անելիքների առաջին նիշերը, որ գուցե նախկինում չէին դիտարկում եւ այ հիմա առանձնացվել, որոնք ձեր պետք է անելիք շարքում են դրվել։ Առաջնային մեր անելիքը ոչ թե չենք դիտարկում, դա եղել է եւ շարունակում է մնալ մեր քաղաքացիների պահանջը, քրեա օլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Ազատություն։ Պարոն վարչապետ, քանի որ ասացիք, որ արդեն տվյալները ստացել եք եւ ունեք արդեն ձեր տվյալները ձեր վստահված անձանցից, տոկոսային ով կամ ինչ որ թվով կարող եք ինչ որ թիվ հիմա նշել, այսինքն 54-55 քանի տոկոս է քաղաքացիական պայմանագրի ձայները եւ հաջորդ հարցը կարծես թե նշվի եւ դրանք այն ուժերն են, որոնց դուք խիստ եք քննադատել քարոզարշավի ընթացքում համագործակցության որևէ եզր այլ ուժերի հետ դուք տեսնում եք խորհրդարանում ինչ հարցերի շուրջ առհասարակ ինչպես եք պատկերացնում արդեն աշխատանքը։ Ես պատկերի իմ ասելիքը եւ պլանը չի փոխվել, այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ձեզ հայտնի գործերով եւ քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով եւ ի վերջո այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են եւ պիտի նրանք
պետք է գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես ասել եմ, պատերազմի եռագլուխ կամ լրտեսական եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Քաղաքական դաշտում դա մեր առանցքային անելիք։ Հաջորդ հարցը Civic։ Տոկոսի մասին հստակ է մենք ձևավորում ենք կառավարություն, քանի մանդատով այդ արդեն կերևա ընթաց։ Հաջորդ հարցը Civic։ Պարոն վարչապետ, պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները մեկը ձեզ բանտ էր ուղարկում, մեկը արդեն կառավարություն էր ձևավորել, ձեր ասելիքը որն է նրանց պարտությունից հետո։ Իմ ասելիքը ես արդեն հենց նոր ասեցի։ Հաջորդ հարցը Civic-ն։ Վարչապետ, քանի որ հայտարարեցիք հաղթանակի մասին, այսօր կարող եք ասել քաղաքացիական պայմանագիրը կունենա սահմանադրական մեծամասնություն, թե չի ունենա, եւ եթե չունենա, ապա ինչ եք անելու սահմանադրության փոփոխության հետ կապված։ Գիտեք, եկեք այդ թեման ամփոփվի, մենք էլի ունենք տվյալներ, բայց քանի որ փոշիացման մեթոդաբանությունների հետ կապված հարցեր կան, այդ հարցին կանդրադառնանք դրանից հետո։ Հայկական ժամանակ։ Հայկական ժամանակ։ Անցնենք հաջորդ հարցին իրականում։ Turkey. Իրականում։ Prime Minister, I'm sorry. Այնուամենայնիվ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին ընտրախախտումների վերաբերյալ, որքանով են այդ ընտրախախտումները ըստ ձեզ համապատասխանում իրականությանը, նաև ձերբակալություններ են տեղի ունենում եւ հայտարարում է, որ տոտալ ըստ էության տեղի ունեցել ճնշում ընդդիմության նկատմամբ, ինչը եւ ըստ էության հնարավոր է եղել ապահովել քաղաքացիական պայմանագրի հաղթանակը եւ ձեր թվերը ինչ են ցույց տալիս, որ տարամբացի քաղաքացիական պայմանագրից, որ մյուս ուժերը կանցնեն։ Ինչ վերաբերում է խախտումների մասին տվյալներին, այսինքն ինչ նկատի ունեք, որ ինչ որ մարդիկ սխալ շորով են ներկայացել ընտրական տեղամաս, այսինքն ես բացառում եմ Հայաստանի քաղաքացիների ազատ կամ արտահայտման նկատմամբ որևէ ներգործություն ապօրինի իշխանության կողմից, բայց ակնհայտ է նաև, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընտրակաշառքների եւ այլ մեխանիզմներ է աշխատացրել եւ մեր իրավապահ մարմինները իհարկե արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական մենք կարողացել բացահայտել եւ մնացածը հնդածս կերևա։ Ես մեր արդյունքների պատասխանատուն եմ, ես կխոսեմ մեր արդյունքների մասին։ Շնորհակալություն, Media from Turkey։ Mr. Prime Minister, after your big victory in the election, what is your message for Turkish and Azerbaijan people? Thank you. You know, the message is the same. People of Armenia voted for peace and regional prosperity, for regional cooperation, and I hope that these will meet positive reactions from Turkey, both from Turkey and from Azerbaijan. We need to institutionalize peace between Armenia and Azerbaijan, and we need to open our borders with Turkey. I mean, Turkey should open border, and of course we need to establish diplomatic relations. And by the way, we are thankful that there was a decision on the opening of railway of Akhalkalaki cars for Armenian goods and for export and for import. And you know, we have very good dynamics with Turkey, and so far we are satisfied. But of course, we need to continue that dynamics to have a final breakthrough. I mean, establishment of diplomatic relations, and of course, to have full and totally open border. And in case of Azerbaijan, you know that we have initial peace agreement. We need to sign it, and by the way, we need to start as quick as it possible TRIP project, which is a regional game-changing project
because that means that the blockade of our region is overcome, and that is very big news because our region becoming from deadlock is becoming crossroads, and that is very good news for all of us. Известия. Известия, можно вопрос? Вас многие называют сторонником прозападного пути. В случае вашей победы вы продолжите курс сближения? Мы продолжим курс сближения, но мы продолжим и наше участие членства в Евразийском экономическом союзе, и мы будем развивать наши отношения с Российской Федерацией и другими странами Евразийского экономического союза, и мы, конечно, будем способствовать укреплению связей в рамках Евразийского экономического союза. А кто-то из западных политиков уже вам звонил? На выборы? Я недавно, буквально 10 минут назад, неофициально переговорил с президентом Макроном, но неофициально. И неофициально переговорил с премьер-министром Грузии. Юзեն, Պարոն Փաշինյան, դեռ կհան ամեն դեպքում պաշտոնապես նույնիսկ 20%-ը դրամատուրգիայի չի մշակել, դուք հայտարարում եք, որ հաղթել եք, ուզում եմ հասկանալ, եթե օրինակ ընդդիմությունը խոսում է ընտրության եւ միջընտրության ժամանակ բազմաթիվ հաղթումների, անհիմն ձեռքբերումների, խոզարությունների մասին, եթե հետընտրական զարգացումներ լինեն, նախ դուք ինչ եք կարծում, էլի նույն խոզարկություններով այդպես կճնշեք ընդդիմությանը եւ դա կմարի կգնա, թե այդ հետընտրական զարգացումները այլևս կարող են ձեր գործողությունից Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումը։ Ես ասել եմ, կարծեմ հրապարակային ասել եմ, այո, իմ հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են եւ բացառում են, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա։ Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական process էլ չի լինի։ շնորհակալություն, հաջորդ հարցը Շանթ։ Համարժեփետ այսօրվա տարածաշրջանային զարգացումների պայմաններում Հայաստանի համար որն է ամենակարևոր ռիսկը եւ ամենագլխավոր հնարավորությունը։ Ամենագլխավոր հնարավորությունը եւ ես չի ասի հնարավորությունը, որովհետեւ դա արդեն իրողություն է, խաղաղությունն է, թրիփ նախագիծն է, տարածաշրջանային համագործակցություն է եւ տարածաշրջանային կապուղիների բացումը, այդ ամեն ինչը, գիտեք ինչ, արդեն տեղի ունեցել է, հիմա այլ բան իրականացման տեղի ունեցած փաստի գետնի վրա արձանագրելու էտապների եւ արագության մասին է գնում խոսքը, իսկ ռիսկեր Հայաստանը բացարձակապես չունի ավելի մեծ ռիսկեր, քան այսօր աշխարհի վրա գտնվող որևէ այլ պետություն, այսինքն չկա որևէ այլ պետություն, որ Հայաստանից պակաս ռիսկեր ունենա, չկա այդպիսի պետություն, այսինքն Հայաստանը ռիսկերի այս պահին ամենաանրիսկ հնարավոր ամենաանրիսկ մակարդակում է գտնվում եւ այսօր պարզապես ես չեմ պատկերացնում, որ երկրի վրա կա որևէ պետություն, որ ռիսկերի ավելի պակաս մակարդակ ունի, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր Հայաստանի Հանրապետություն։ Բառից բուն իմաստով միլիարդների ներդրումային հոսքեր։ Ես տեսնում եմ եւ կանխատեսում եմ տնտեսական վերելքի շարունակություն եւ տնտեսական վերելքի տեմպերի էական ավելացում, ինչի հաշվին մասնավորապես թրիփ նախագծի եւ թրիփ նախագծի մասնավորապես արհեստական բանականության գործարանների բացման տրամաբանության մեջ մենք ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, մենք ունենալու ենք նոր որակի տնտեսություն, մենք ունենալու ենք արդեն իսկ ունենք նոր որակի պետություն եւ մենք պետության վերելքը շարունակելու ենք։ And the next question, our colleagues from Italy. Здравствуйте, Ильича Белинальна, итальянская пресса. Спасибо
большое. Вопрос. Вы на будущее хотите присоединить Армению к Евросоюзу? И если да, что вы отвечаете таким аналитикам, которые считают, что Евросоюз не готов принять Армению, а им интересно только ваши ресурсы и ваша географическая позиция? Ну, вы знаете, Армения тоже не готова быть членом Европейского Союза. И наша первая цель – реформировать страну и привести ее до уровня соответствия со стандартами Европейского Союза. А когда мы будем, то есть я имею в виду, без этого так или иначе нам не быть членом Европейского Союза. То есть это значит, что сперва нам нужно продолжить процесс демократических реформ до той точки, когда все будут признать, что Армения и внутри страны, и вне страны Европейский Союз будут признавать, что Армения полностью соответствует стандартам Европейского Союза. То есть это наша первичная цель. После этого это уже политический вопрос. Да, Европейский Союз может принять политическое решение, что не продолжает процесс расширения. И может народ Армении в референдуме может решить, что не хочет быть членом Европейского Союза. Цель нашего правительства создать реальные альтернативы для Республики Армения, чтобы граждане Республики Армения имели возможность избирать, в том числе между Евразийским экономическим союзом и Европейским союзом. Значит, вы будете делать референдум, как Путин попросил? Я буду делать референдум, мы будем провести референдум не так, как президент Российской Федерации. Я уже комментировал это. Для референдума мы должны как минимум уже официально обратиться в Европейский Союз для членства или быть кандидатом члена Европейского Союза. Пока один из этих ситуаций нет, не существует, то есть у нас нет предмета референдума. Когда будет предмет референдума, тогда будет референдум. Пока нет предмета референдума, не будет референдума. Նախ բազմաթիվ նաև տեսանյութեր կան արձանագրված, այսինքն հաստական տվյալներ կան ըստ էության, որոնց իրավապահները մինչ այդ պահը չեն արձանագրել, համայնքի ղեկավարներ, ասեմ, որ հասկանալի լինի ինչի մասն է հարցը, համայնքի ղեկավարներն են ուղեկցվել, մի շարք ընտրատեղամասի դիմաց քրթական պատգամավորներ են եղել, բանակը Մեղրիում օրինակ 11-ից հետո արդեն հաջորդ օրը քվեարկել է տեսանյութ կա Պապակյաններ կարող են ցույց տալ, ինչպես է ստացվում, բանակի լայն ներգրավվածություն է նաև եղել, վարչական լծակն է կիրառվել, ձերբակալություններ են բազմաթիվ եղել, եւ դուք վստահ եք, որ մեծամասնություն եք նաև կազմելու, բացառում եք, օրինակ սահմանադրական դատարաններում էլ այդ խախտումների հիմքով եւ վստահություն որտեղից որ հետ ընտրական զարգացումներ չեն լինելու։ Ես բացառում եմ մի բան, որ քաղաքական մեծամասնությունը կառավարող ուժը ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների մեջ ներգրավված լինի։ Տեսանյութեր կան, ես ասում եմ, ես բացառում եմ դա, որովհետեւ ես եմ կառավարության եւ քաղաքական ուժի ղեկավարը եւ ես գիտեմ ինչ հանձնարարականներ են տվել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության քաղաքական դիրքորոշումները եւ հանձնարարականներ, այնպես որ կարծում եմ աներկբա է։ Մնացածը մեր իրավապահ մարմինները կհետաքննեն եւ ինչ փաստեր կա, այդ փաստերին կարժանանան գնահատական։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
ունեցել են ազատ կամ արտահայտման հնարավորություն եւ եթե ազատ կամ արտահայտումը որևէ ձևով խախտվել է, դա խախտվել է պատերազմի եռագլուխ կուսակցության բաժանած ընտրակաշառքների ձևով եւ բոլոր ընտրակաշառատուները պետքա երկար տարիներ անցկացնեն բանտում։ Սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել եւ նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետքա չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում է մենք խնդրեմ ունենք դատաիրավական համակարգի հետ եւ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով, որովհետեւ նախորդող շրջանում այն ինչ որ ընտրակաշառատուների նկատմամբ են հանդուրժողական վերաբերմունքը որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը եւ մենք այդ պատասխանի հետեւից գնալու ենք։ Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն իրենց 3 լիդերներով։ Ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ։ Ես հիմա չեմ ուզում արաբկիրի բառապաշարը կրկնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու եմ։ Շնորհակալություն հաջորդ հարցին։ Շատ բան, գերմանական, հեռուստաընկերություն ռուսե, փորձեմ։ Ну, ասի մեկը այն ինչ որ նեզնով That means our priorities, of course, first of all connected with regional peace and stability, and we are starting the implementation of Triprut project, and that is very important, and not only regionally but internationally as well, and it will, I'm sure, bring huge investments to the Republic of Armenia and to our region, which is very important. And of course we are going to level up our country in terms of democracy, in terms of independence, in terms of economic prosperity, in terms of prosperity, and that's it. Of course, now we have some new very important investments. Some artificial AI factories are being established in the Republic of Armenia, and I'm sure in the close cooperation with U.S. administration, because you know that last year I signed a MOU on cooperation on artificial intelligence and technologies with President Trump, and it is already bringing concrete and tangible results, and that process will continue. Սերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության ուրիշ գաղտնիք չկա։ Միանշանակ և աներկբա։ Այսքանով եզրափակենք, շնորհակալություն բոլորին ներկայության համար։